Նախ 323 թվականին մահանում է Ալեքսանդրը, այնուհետև նրա զորավարների միջև սկսում է պայքար իշխանության համար, դա անվանում են դիադոխոսների պայքար, եւ այս պայքարում շատ կարևոր է, որ Հայաստանը երբեք չի իշատակվում Ալեքսանդր Մակեդոնացու տերության վերաբաժանումներում, մասնավորապես մեծ հայքը երբևէ, փոքր հայքը կարճ 1 տարվա օկուպացիայի է ենթարկվել նրա այս վեճերի մասնակից կողմերից մեկի կողմից, սակայն երկարատև չի գտնվել նրանց կողմից օկուպացված վիճակում։ Եվ այն, որ արևմտյան հատկապես պատմական քարտեզագրության մեջ ներկայացված է լինում Հայաստանը Ալեքսանդրի տերության սահմաններում, դա իրականության հետ որևէ աղերս չունի եւ արտացոլում է միայն մեկ բան. եթե Ալեքսանդրը գրավել է Աքեմենյան տերության մայրաքաղաքները, Բաբելոնը, Շոշը, Պերսեպոլիսը եւ փաստորեն նաեւ կենտրոնական իշխանությունն է գրավել այնտեղ, կարծեք փորձեն համարել, որ դե ուրեմն լեգիտիմ է նրա իշխանությունը նախկին բոլոր ծագերում այդ տերության, այսինքն ամբողջ Աքեմենյան տերությունը պետք է որ իբր համարվեր նրա իշխանության լեգիտիմ սահմաններում, բայց իհարկե այս մոտեցումն անընդունելի է բացարձակապես, որովհետև Ալեքսանդր Մակեդոնացին կամ նրա զորավարները երբևէ չեն վերահսկել մեծ հայքի թագավորության տարածքը։ Նույնը փոքր հայքի պարագայում կարող ենք նշել, որ Ալեքսանդրյան ժամանակաշրջանում այն երբևէ չի եղել իրենց վերահսկողության տակ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։